ուղիղ եթերում ենք, Միքայել Սրբազան, եթե լսում եք, նախ Աստված օգնական, ստիպված դատարան պիտի նիստի գնանք, եթե գալու եք շուտ եկեք։ Այս խցանումները ուղեկցող չունեք, մի 6-7 հոգի ձեզ չեն սպասարկում ծառայում, անվտանգություն, չեն դրել ձեզ հետ, խնդրում եմ շուտ եկեք, որ ձեզ եղբայրական սիրով ողջույն ստանանք ձեզանից և գնանք ահաբեկվելու ներսում, ահաբեկության հերթական արարին մասնակցելու։ Սրբազան, դուք սկսեցիք շարժումը Տավուշը պաշտպանելու համար, հանձնելուց թշնամուն, այսօր արդեն Փաշինյանը իր քարոզարշավի ժամանակ խոսում էր Տավուշի գյուղերը ադրբեջանական անվանումներն էր տալիս, ասում էր դրանք եղել են ադրբեջանական տարածքներ և պետք է վերադարձվեն։ Ես հիմա բարձր մեծ բան չեմ ասելու, անկեղծ մեծ բաներ չեմ ասելու, որ ինչ նշանակություն են այդ տարածքներ չեն դրանք, հայրենիք են, հայրենիք, ոսկեպարի եկեղեցին, Սուրբ Աստվածածին, երբեք չի եղել սահմանագլխի եկեղեցի, եղել է կենտրոնական եկեղեցի։ Հիմա սրանից դուրս գամ, անցնեմ կենցաղի։ Այդ մարդը, որի անունը քիչ առաջ դուք տվեցիք, իր ընկերների հետ, զանազան մարդկանց հետ, այդ բոլոր տարածքներում իրենք կերուխում են արել, հարբեցողությամբ են զբաղվել, հյուրընկալվել են, ամեն ինչ արել են այդ տարածքներում։ Եթե մերը չէին, ինչ գործ ունեին իրենք այնտեղ, ինչ գործ ունեին, սա իրականությունն է։ Եվ իրենք այդ տարածքներով էլ անցել են, գնացել են, եկել են, երբեք մտներով չի անցել, ոչ մի բան հանձնելու իմաստով։ Եկեղեցու մասին, ասում է 100 անգամ այդտեղով անցել եմ, չեմ իմացել, որ եկեղեցի կա այնքան վատ վիճակում է, իբրև թե եղել եկեղեցին։ Չեմ ուզում անունը նորից տալ, որ անունը քիչ առաջ տվեց։ Նա 100 անգամ անցած կա այնտեղ։ Նա եկեղեցու տեղ գիտի, որ եկեղեցին անմխիթար վիճակում, այլանդակ վիճակում անմխիթար, իմ հոգևոր ծառայության Տավուշի թեմի առաջնորդ լինելու օրոքը վերանորոգվել, սկսել էինք նաև գմբեթի հարցը լուծել, ես չեմ ուզում գալ մշակույթի նախարարության արած ավերների մասին խոսել, որ տարիներով լքված, 7-րդ դարի եկեղեցին առաջինը պիտի լինեին նախաձեռնելու, բայց չեն արել։ Եվ ես եմ արել, ես եմ վերանորոգել այդ եկեղեցին, այդ եկեղեցում պսակներ ենք արել, մկրտություններ ենք, ամեն ինչ արել ենք վերանորոգումից հետո, չղջիկներով լեցուն էր եկեղեցին, չղջիկներով, զինվորականները ողջ են վստահ եմ, կարող են վկայել այդ մասին։ Ինքը ինչ կապ ուներ ընդհանրապես Տավուշի հետ, ես 9 տարի եղել եմ Տավուշի առաջնորդ, իր այցելությունները եղել են հիմնականում վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց գրավելուց հետո մեծ մասը եղել են կերուխումերի մասին, մեծ մասը, ռեստորաններ չկան Տավուշում, որ այնտեղ հանգրվանած չլինեն իրենք, բոլոր առումով, խեղճ ոստիկաններն էլ շարում են այդ փողոցների վրա, հսկայական մեքենաներով, եթե սխալ եմ ասում, թող վկայեն, այսինքն շահագործելով մինչև վերջ, իրենք ներսում ամեն ինչով զբաղվում էին, ուտել խմելու գործերով իրենց, բնականաբար, ոստիկաններն են շարված փողոցների վրա արևների տակ։ Եվ չկա միտեղ, սկսած ոսկե ձկնիկ, այո, ոսկե ձկնիկ ռեստորանից Ղալումյան ընտանիքին պատկանող, մինչև այլ հաստատություններ, որոնց մանկության երազանքն ա եղել այդ մարդու երևի մի կտոր հաց ուտել այդտեղ, այն ժամանակները, որ անցնում էր, հետո վարչապետ դառնալուց որոշել են մեծագույն կերուխումեր կազմել, սա է եղել իր Տավուշ այցելությունը, կամ եկել տեսել են իրենց կուսակցական ընկերներին կամ չգիտեմ ում, ռեպրեսիաների ենթարկել մարդկանց, փողոցները փակել, մինչև վերջին աստիճան, հարյուրավոր ոստիկաններով, այդ մարդիկ էլ ինչ անեն, գործ, բան, թողած գալիս լցվում են փողոցները, սա է եղել իր Տավուշ այցելությունը, ուրիշ բան չեղել, էլ չեմ ասում, Հաղարծինի վանքում ինչ տեսքով եմ տեսել իրեն, ովքեր են թևերը մտած եղել, էլ դրանց մասին չեմ խոսում։
Սրբազան, հա։ Աբրասիմ ուրա Միքայել Սրբազանը։ Միքայելը, եկավ։ Հա, ներս են գնում։ Դադավունը սպասե, մեզ բան չէ։ Չէ։ Բան չկա, մեզ բան չկա։ Տեսեք մեզ ով աստացում, տեսեք ով Աբրասիմ, Աբրասիմ, Աբրասիմ կարրամի լինելու ժողովուրդ Թուրքը կացինով ա գալիս